Գծային աշխատանքի թեման է փորձեր պարզ չափից սարքերի միջոցով։ Մենք կկատարենք փորձեր պարզ չափից սարքերի միջոցով։ Հիմա մենք կորոշենք սեղանի մակերեսը, իսկ սեղանի մակերեսը որոշելու համար մենք պետք է գտնենք սեղանի երկարությունը եւ լայնությունը։ Իսկ ինչպես են չափելու սեղանի երկարությունը եւ լայնությունը։ Սեղանի երկարությունը եւ լայնությունը պետք է գտնենք մետրում։ Որ կանոնով չեն կարող չափել, որովհետեւ կանոնը փոքր է։ Լայնությունը 61, երկարությունը 121։ Սեղանի մակերեսը, այսինքն պետք է երկարությունը եւ լայնությունը բազմապատկենք։ Այսինքն մենք ստացանք, որ սեղանի մակերեսը 7371 սանտիմետր է։ Մեր երկրորդ փորձը կապված է ջերմաստիճանի չափման հետ։ Այսօր մենք կչափենք ջրի ջերմաստիճանը, մարդու մարմնի ջերմաստիճանը եւ օդի ջերմաստիճանը։ Սկզբում մենք կչափենք ջրի ջերմաստիճանը։ Դրա համար մենք օգտագործում ենք ջերմաչափ, որը ցույց է տալիս Ցելսիուսի սանդղակով եւ Ֆարենհայտի սանդղակով։ Հիմա մենք սպասենք մի քանի վայրկյան ու ինքը ցույց տա ջրի ջերմությունը։ Ջրի ջերմաստիճանը 10 աստիճան է, հիմա մենք կդնենք տաք ջրի մեջ։ Ջրի ջերմաստիճանը 30 աստիճան է։ Ջերմաչափ, որը չափում է ջրի ջերմաստիճանը Ֆարենհայտի աստիճանով։ Մենք ստացանք, որ սա ջրի ջերմաստիճանը 66 աստիճան Ֆարենհայտով։ Հիմա մենք կչափենք տաք ջրի ջերմաստիճանը։ Տաք ջրի ջերմաստիճանը Ֆարենհայտի սանդղակով մենք ստացանք, որ մարդու ջերմաստիճանը հատուկ ջերմաչափով մենք գիտենք, որ առողջ մարդու ջերմաստիճանը 36.6 աստիճան է, եւ քանի որ լավենդը առողջ մարդ է, նրա աստիճանը նույնպես 36.6 աստիճան է։ Հիմա մենք չափենք սենյակի օդի ջերմաստիճանը։ Սենյակի օդի ջերմաստիճանը 60 աստիճան Ֆարենհայտ, իսկ Ցելսիուսով 20 աստիճան Ցելսիուս։ Մեր հաջորդ փորձը ջրի ծավալի որոշումն է չափակների միջոցով։ Բայց նախ ծավալը որոշելու մեզ հարկավոր է գտնել չափակների բաժանման արժեքը։ Չափակների բաժանման արժեքը որոշելու համար մենք վերցնում ենք երկու ամենամոտ թվերը, մեծից հանում ենք փոքրը եւ բազմապատկում բաժանում ենք գծիկների թվի վրա։ Երկու ամենամոտ թվերն են 350-ը եւ 300-ը, իսկ նրանց մեջի գծիկների քանակը 10։ Մեծ թվից հանում ենք փոքրը, ստացվում 50 բաժանած 5, այսինքն 5 միլիլիտր։ 5 միլիլիտրը չափակների բաժանման արժեքն է։ Իսկ ինչպես որոշենք չափակների բաժանման սխալը։ Որոշելու համար մենք լսում ենք բաժանման արժեքը կեսը, այսինքն 2 կես, այսինքն 5-ը բաժանում է 2։ Իսկ հիմա մենք կարող ենք արդեն որոշել չափակների ջրի ծավալը։ Ջրի ծավալը որոշելու համար պիտի հասկանանք, որ գծիկի վրա է գտնվում ջուրը 300-ի 360, այսինքն 300-ին գումարում ենք 6 անգամ բաժանման արժեք։ Այսպիսով մենք հասկացանք, որ չափագրանի բաժանման արժեքը 5 մլ է, չափագրանի չափման սխալը 2.5 մլ է, իսկ ջրի ծավալը 330 մլ։ Մեր հաջորդ փորձը մարմնի զարգացումը որոշելու համար դրանարը համար մենք ունենք էլեկտրոնական տշեր, սովորական տշեր եւ նժարավոր տշեր։
մարմնի զանգված է։ Սա կշռական է։ 241 գրամ։ Այստեղ 250 գրամ 10 գրամի սա չափված սխալ է։ Չափում ենք 4 խորի զանգված է էլեկտրոնային կշեռքով։ 184 գրամ սովորական կշեռքով։ 185 գրամ է կարող ենք ասել։ Այսպիսով կարող ենք ասել, որ մարմնի զանգվածը կարելի է չափել կշեռքների միջոցով, որոնք ունեն տարբեր տեսակներ։ Ես պատրաստել եմ ուժաչափ փայտից, որը ունի զսպանակ, եւ մենք հիմա կչափենք սա 4 նյուտոն։ Մենք դպրոցում ունենք այլ ուժաչափեր, որը նույնպես չափում են ուժը չափում են նյուտոնով։ Այսօրվա մեր փորձերը այսքանն էին եւ շնորհակալություն մեր աշակերտներին հաջողված փորձեր կատարելու համար։ Շնորհակալություն։ Արդյունաբերական թափոնների մեջ օդի խառնվելով մեծապես աղտոտում է այն։ Դրա պատճառով էլ 1 կիլոմետր շարավի հովոտը դառնում է ավելի կեղտոտ։ Ահա թե ինչպես է աղտոտվում օդը։ Դիֆուզիոն կրճատողությունների էլեկտրոնի վարքի միջոցով ձեռքի օծանելիքի բույրի տարածումը սենյակում շաքարավազի լուծվելը թեյի մեջ տեղի է ունենում աղի դիֆուզիոն։ Օրինակ, վարունգի կեղևի միջոցով աղի մոլեկուլներն անցնում են մեմբրանի կամ միջնապատի միջոցով, տոմատի լուծվելը ճաշի մեջ, ջրաներկի լուծվելը ջրի մեջ եւ այլն։ Դիֆուզիաները բույսերի և կենդանիների կյանքում։ Մրջյունները նշում են իրենց ճանապարհը մոտավոր ջրողի կաթիլով և պարզում տան ճանապարհ։ Դիֆուզիայի շնորհիվ միջավայրները գտնում են իրենց սնունդը։ Իդերները թափվոտելով բույսերի միջև իր ճանապարհ են գտնում դեպի գեղեցիկ ծաղիր։ Մեղուները գտնելով քաղցր առարկա փոթորկում են իրենց բազով, և բույսն աճում է ծաղկում նրանց համար